Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում կրթությունն այսօր ոդքասթի հերթական թողարկումն է։ Իսկ ես հիշեցնեմ, որ ոդքասթի նկարահանումներն իրականացվում է Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող սոցիալականացումն առանց խտրականության, առողջ հույզերի եւ հավասար հարաբերությունների խթանում ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհի շնորհիվ։ Այժմ տաղավարում կզրուցենք Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Թադևոսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ, որ կարևորել եք այս հետաքրքիր թեման։ Այսօր մենք, ինչպես գիտեք, արդեն զրուցելու ենք մասնագիտական կողմնորոշման մասին դպրոցներում եւ որպես երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող մարդ, ինչ կարող ենք ասել, այսօր երիտասարդները, դեռահասները մասնագիտական ինչ կողմնորոշում ունեն եւ արդյոք իրենք արագ են կողմնորոշվում։ Շնորհակալ եմ հարցի համար, բազմաշերտ է հարցը, նախ անդրադառնամ մասնագիտական կողմնորոշման հույժ կարևորությանը։ Ավագ դպրոցները երբ որ ձևավորվեցին, ավագ դպրոցների առաջին առաքելությունը հենց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր։ Այսինքն սովորողը, որ գալիս է ավագ դպրոց, ավագ դպրոցը պիտի նպաստի, որ նա կարողանա մասնագիտական ընտրությունը ճիշտ կայացնել, որովհետև դա ամբողջ կյանքի համար է եւ նաեւ հետագայում արդեն աշխատանքի որակը ուղիղ պայմանավորված է նրանով, թե արդյոք ճիշտ որոշում էր կայացրել, թե ոչ։ Սա որպես առաքելություն, իսկ կապված արդեն վստահ եմ դուք էլ լսել եք շատ նոր չափորոշիչի հետ, այդ փոփոխությունների հետ, մասնագիտական կողմնորոշումը արդեն որպես առանձին առարկա դպրոցներում ուսուցանվում է եւ պիտի ասեմ, որ եւ շատ հետաքրքիր է, որովհետեւ մոտեցումները, մեթոդները տարբեր են եւ շատ կարեւոր է ու մասնագիտական կողմնորոշում առարկայի դասավանդումը որոշակի որակ փոխել է սովորողների մոտ։ Այսինքն, եթե առաջ ընտրում էին մասնագիտությունը պարզապես, որովհետև, ասենք, իրենց ընտանիքում կամ չգիտեմ Քերթաստանում կա տվյալ մասնագիտությունը կրող մեկը կամ մի քանիսը, իրենք որոշել են, որ պիտի գնան այդ ճանապարհով։ Կամ ծնողների երազանքները այս առումով գուցե կիսատ են մնացել կամ անկատար եւ ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ երազանքը իրականություն դառնար իրենց զավակների, իրենց որդիների շնորհիվ։ Կա նաև մեկ այլ գործոն, թե որ մասնագիտությունն է ավելի մոդայիկ համարվում, որովհետև բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ տվյալ մասնագիտությունը ընտրող սովորողը լիովին չի էլ պատկերացնում, թե ապագայում որն է իր առաքելությունը, ինչ է անելու, ինչպես է աշխատելու։ Այս առումով ես կուզեմ մի փոքր այսպես մեր փորձը մասսայականացնել արձակուրդներին, մեր բնագիտական հոսքի աշակերտները մասնագիտական կողմնորոշման պրակտիկա անցնում են Գյումրի բժշկական կենտրոնում։ Առիթից օգտվելով թույլ տվեք շնորհակալությունս հայտնել եւ տնօրենությանը եւ բոլորին, որ գրկապած ընդունում են, այսինքն ապակա բժիշկը ինքը պատկերացնում է, որ իր մասնագիտությունը այդ գեղեցիկ սպիտակ խալաթը հագնելը եւ հեղինակություն վայելելը չէ։ Թաքնված շատ խոչընդոտներ կան ու դժվարություններ, որոնց ինքը պիտի իրազեկ լինի։ Եվ ունեցել ենք դեպքեր, որ արդեն մարդիկ, որ որոշել են իրենք պիտի բժիշկ դառնան, այդ այսպես պրակտիկայից հետո մտածել են, որ չէ, դա այնքան էլ իրենցը չէ։ Այս առումով, այսինքն ուսուցումը, ծանոթացումը ապագա մասնագիտությանը շատ կարևոր է եւ նաեւ հավուր պատշաճի, այսպես պիտի մատուցել խոսքը դրական, այն որ կարևորվել է կրթության կազմակերպիչների կողմից սա եւ դպրոցներում հանգամանորեն դասավանդվում է այս առարկան, ինչը պիտի ասեմ, որ սովորողները բավականին գնահատում եւ սիրում են։ Ինչպես արդեն նշեցիք, Տիկին Թադևոսյան, շատ լավ է, որ նոր չափորոշիչով արդեն իսկ մասնագիտական կողմնորոշումը մտել է դպրոցներ եւ դեռևս 12 թվականից էր մասնագիտական կողմնորոշումը խրախուսվում եւ բավականին բարդ է իրականում կողմնորոշվել ու ընտրել մասնագիտություն, որը քեզ հետ է լինելու քո ամբողջ կյանքի ընթացքում, հատկապես հիմա երբ գիտությունը, կրթությունը աննախադեպ զարգացում է ապրում գիտությունը, այստեղ շատ կարեւոր է որպեսզի ժամանակավրեպ
չլինի, նաև սա, բայց նաև մենք ուրիշ խնդիր ենք նկատում, որ մեծ մասամբ դպրոցահասակներին, դեռահասներին նաև կաշկանդում է գենդերային կարծրատիպերով պայմանավորված մասնագիտական ընտրությունը։ Դուք ինչ եք նկատել դպրոցներում, արդյոք այդ կողմնորոշումները կամ ճնշումներ առհասարակ դեռահասների հանդեպ կան, թե չկան, եւ եթե կան, ովքեր են, այսպես ասած, դրանց հեղինակները, միգուցե հենց իրենք դեռահասները, հասակակիցները կամ մանկավարժներ, ծնողներ։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ կուզեմ այսպես ամրագրել, որ գենդերային հավասարություն, երբ խոսում ենք, երբ այս մասին բարձրաձայնվում է, սա ոչ թե սեռերի հավասարության կամ նույնականացման մասին է, այլ պարզապես նրանց սոցիալական պատասխանատվության եւ իրավունքների ու պարտականությունների մասին է։ Սա այսպես։ Իհարկե, տարբեր հանգամանքներով պայմանավորված մասնագիտական կողմնորոշման վրա ազդում են նաեւ սեռային տարբերությունները։ Փորձենք խոսել այդ այսպես հանգամանքների մասին ավելի մանրամասն։ Նախ հասարակական ու հասարակության կարծիքը, որովհետև տարբեր մշակույթներ կրող միջավայրում տարբեր կերպ են ընկալվում մասնագիտությունները։ Օրինակ դուք էլ վստահ եմ լսած կլինեք, որ ենթադրենք, դա ինչ աղջիկա մասնագիտություն է կամ տղան էլ այդ մասնագիտությունը ընտրի, այսինքն այս մտայնությունը կա, ուզենք թե չուզենք կա, ճիշտ է, գնալով այս ամեն ինչը նվազում է, բայց բոլոր դեպքերում զգալի է այդ ամենը։ Օրինակ մոտ անցյալում, երբ ես դասավանդում էի ՇՊՀ-ում, լրագրության ամբիոնում, մենք ունեինք շատ լավ ուսանողներ, որ կարող էին, ուսանողուհիներ ավելի ճիշտ, որ կարող էին շատ լավ լրագրողներ դառնալ։ Բայց մի քանիս ամուսնանալուց հետո հրաժարվեցին աշխատելու մտքից ու երբ հարցնում էի, ասում էին, որ չի թույլատրվում, որ աղջիկն էլ կամ հարսն էլ լրագրող աշխատի, բայց գոնե այս առումով ահագին փոխվել է իրավիճակը եւ այո, տեսնում ենք շատ լավ լրագրողներ, որոնք սեռով պայմանավորված չի եղել, իրենց ընտրությունը ստիպողաբար չի եղել, որ հրաժարվեն իրենց սիրելի կամ նախորոք ընտրած մասնագիտությունից կամ էլի հիշեցնեմ մեր այսպես սոցիումում տեղ գտած շեշտադրումները, որ հազար ներողություն իհարկե այն ոլորտների ներկայացուցիչներից, որոնց մասին պիտի խոսենք, օրինակ չէր ընդունվում հասարակության կողմից, այսինքն այդ կարծրատիպը շատ դժվարությամբ կոտրվեց, որ տան աղջիկը բեմի վրա ինչ գործ ունի, մոտավորապես այս ձևակերպումով կամ թեկուզ տղաների հետ կապված, ինչով ես վաղը տունդ պահելու, տղամարդն էլ ենթադրենք դառնա բեմի մարդ կամ ինչ որի։ Հիմա տեսեք, էլի տեղաշարժ ենք նկատում եւ այս ամենը արդեն մնացել են անցյալում։ Իհարկե կան մասնագիտություններ, որոնք ոչ թե ասենք հասարակական կարծիքով կամ այդ կարծիքի ճնշմամբ են պայմանավորված, որ տղայական են կամ չգիտեմ կանացի են, բայց իրոք կան մասնագիտություններ, որ կապված ուժի հետ, օրինակ շինարար աղջիկներ կարծում եմ քիչ կան, ոչ թե կարծում եմ քիչ կան եւ դա ոչ թե պայմանավորված է նրանով, որ աղջիկը ընդհանրենք չի ուզում կամ հասարակությունը չի թույլ տալիս, այլ կան օրինակ ուժի հետ է կապված գուցե կամ ավելի շատ դրսում լինելու հետ է կապված, այսինքն տարբեր հանգամանքներով են պայմանավորված, այս ամենը ինչի մասին մենք խոսում ենք, շատ այսպես վտանգավոր ու հիմնովին այս հրամայական հնչող կարծիք կա, որ չգիտեմ STEM ոլորտում տղաները շատ ավելի այսպես կայացած են, որպես մասնագետ պահանջված են իրենք, որովհետև չգիտեմ որտեղից ու չգիտեմ ինչպես այդ կարծիքը կա ու ապրում է մեզ հետ, որ տղաների ուղեղը շատ ավելի ճկուն է, իրենց տրամաբանությունը երկաթյա է, թող այդպես լինի, բայց դա չի
պիտի ազդի աշխատանքի կամ մասնագիտության վրա։ Եվ այս առումով էլ, օրինակ այդ ոլորտում ճիշտ է աղջիկներ էլ կան, հաջողակ աղջիկներ էլ ենք տեսնում այս ոլորտում կայացած, բայց բոլոր դեպքերում ճնշող կարծիքն այն է, որ այո, այդ ճշգրիտ գիտություններով կամ այդ մասնագիտությամբ պիտի զբաղվեն տղաները, որովհետև իրենց տրամաբանությունը այսպես ավելի է գերակա է, քան ենթադրենք աղջիկներին է։ Կամ մենք միշտ մոր կերպարի հետ կապված աղջիկան պատկերացրել ենք ընտանիքի մեջ խնամքի հոգ տանելու այդ պարտականությունները վերցրած ու բնականաբար դրանից ածանցվում է նաև, որ աղջիկները մեծ մասամբ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք հենված են հենց դրա վրա։ Օրինակ մեծ մասը հոգեբանների աղջիկներ են, մանկավարժների մեծ մասը, ես սա ցավով եմ ասում, մեծ մասը կանայք են, բայց դպրոցում հարգելի, չգիտեմ, սովորողներ, շրջանավարտներ, ուսանողներ, հատկապես տղաներին եմ, տղամարդկանց եմ ուզում դիմել մտեք դպրոց, որովհետև դպրոցը ձեր կարիքը շատ ունի։ Այո, հոգատարությունը, այդ ամեն ինչը կարողանում էին կանայք իրենց ուսերին տանել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է նաև, այո, հենց տղամարդու կերպարը։ Գիտեք, շատ հաճախ մասնագիտություններ ընտրելիս կամ չգիտեմ նպատակի հետևից գնալիս մենք ունենում ենք ռոլ կերպարներ, այսինքն նրանց նմանվելու այդ ցանկությունը միշտ կա մանավանդ դեռահասների մոտ եւ պիտի հենց կարծրատիպերը կոտրելու ճանապարհներից մեկն էլ հենց դա լինի, այսինքն անընդհատ խոսվի այդ կերպարների մասին, կազմակերպվի հանդիպումներ, եթե կան ինչու՞ չէ ընդհանրենք շինարարությունը բերեցի օրինակ շինարար կանայք, որոնք հաջողել են իրենց ոլորտում, նրանց մասին խոսվի, բարձրաձայնվի, այո, հաջողված փորձը ներկայացվի, որ այո, նաև այդ փորձի շնորհիվ մտածեն այդ ուղղությամբ, որ իսկ ինչու ոչ ես, եթե մեկը կարող է, իսկ ինչու ես չեմ կարող, այս հանգամանքները շատ կարևոր են։ Ու վստահ եմ, որ այդ հարցը նաև պիտի հնչի այդ ամեն ինչի մեծ բեռը, ինչպես ամենուր, պիտի վերցնի դպրոցն ու կրթությունը։ Տիկին Թադևոսյան, ինչպես նշեցիք, ցավոք, բայց այո, այդ միտումը կա, որ օրինակի համար դպրոցում աշակերտուհիները, եթե հաջողություններ են գրանցում մաթեմատիկա առարկայից հատկապես, այսինքն խնդիրը արագ լուծեցին եւ այլն, միանշանակ այստեղ ուսուցիչների մեծ մասը սա արձանագրում են որպես զարմանք եւ ուրախություն, բայց ենթադրենք, եթե լավ սովորող մաթեմատիկայից, օրինակ լավ սովորող տղայի մոտ ինչ-որ խնդրի լուծումը չի ստացվում կամ մի փոքր հապաղում է, դա անպայման կարծես թե այն որ ամոթ չէր կամ ինչ-որ մի կերպ է արձանագրվում, աղջիկը խնդիրը լուծի, դու չկարողանաս լուծել, այո, տարբերակումները շատ կան եւ ես նաեւ Տիկին Թադևոսյանի բան եմ նկատել, որ անգամ մենք լինելով մանկավարժներ եւ լինելով նաեւ ունենալով սեփական երեխաներ, շատ ժամանակ լինում է, որ անգամ չգիտակցված, բայց ինչ որ սերով պայմանավորված, ավելի շուտ գենդերով պայմանավորված, կարող է ասենք, այ աղջիկ ես բամոտ չէ, դու պետք է լավ սովորես կամ դե հա դե լավ տղա ես, մի փոքր փակ դուրս արի, այ այս ձևակերպումները մենք ոնց անենք ինքներս մեր մեջ հաղթահարելու եւ արդյոք մանկավարժը ունի ամենօրյա աշխատանք իր վրա կատարելու, որպեսզի հնարավորինս զերծ մնա գենդերային հավասարության կամ անհավասարության հետ պայմանավորված այս փոքրիկ արտահայտություններից, որոնք ենթագիտակցորեն բայց մղում են երեխային, դեռահասին, որ ինքը հանդարտ այդ մասին մտածի։ Տեսեք, փոփոխության համար հասարակությունը ամբողջությամբ պիտի լծվի գործին։ Բայց քանի որ խոսակցությունը բերեցիք դպրոց, մանկավարժների դաշտ, այսպես ասած, առաջին հերթին պիտի փոխվի մանկավարժը, ինչը պիտի ասեմ, որ հեշտ չէ, որովհետև այդ կարծրատիպով մեծացել են մարդիկ եւ ապրում են այդպես։ Շատ հաճախ օրինակը բերեցիք մաթեմատիկայի, երբ որ այսպես հավաքվում ենք ինչ որ աշակերտու մասին լավ բան ենք ուզում ասել, ոգևորված ասում ենք տղայի տրամաբանություն ունի, այսինքն համեմատության եզրերը, համեմատելին ու համեմատվողը այդ խելքի շուրջ, երբ որ խոսակցություն կա, համեմատվողը կինն է ու համեմատում ենք որ այնքան լավ է տրամաբանում, որ
տղայի տրամաբանություն ունի, կամ չգիտեմ, դասասենյակը այն չէ, մաքուր չէ, ասում ենք, այս դասարանում աղջիկներ չկան, այսինքն հա տարիներով, տասնամյակներով այդ դերերի բաշխումը եկել է եւ հիմա ինչքան զգույշ պիտի լինի ուսուցիչը, մանկավարժը կամ ցանկացած մեկը, ով շփվում է արդեն մեծացող մարդու հետ, որպեսզի նախ ինքը կարողանա կառավարել, հա, իր ասելիքը, իր վերաբերմունքը, շատ հաճախ մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ չասենք ուսուցիչը, բայց մեծահասակը ինքը այդ խտրականությունը չի դնում, հա, ինքը կարողանում է կառավարել իր այդ վերաբերմունքը, բայց միևնույն ժամանակ ինքը չի հակադրվում այդ կարծրատիպերին, այսինքն ինքը չի աշխատում մյուսներին էլ շտկելու վրա։ Օրինակ, չգիտեմ, եթե դրսում խաղում են աղջիկ տղա կամ տղաները կարող են ասել, որ չէ, դուք գնացեք դա աղջիկա խաղ չէ, հա, եւ մեծահասակը լսելով, հա, ինքն էլ է մտքում կամ համաձայնում կամ ոչ, բայց որևէ քայլ չի անում, որպեսզի այդ պահին ինքը փորձի իրավիճակը շտկել։ Գիտեք, հայտնի խոսք կա, չէ, ջերի ամենազորեղ բանը ջերի կաթիլն է, որ անընդհատ նույն տեղում ինքը համառորեն ու համբերությամբ, հա, կաթում է։ Այ պիտի այդ համառությամբ ու համբերատարությամբ մենք փորձենք, հա, զարգացող մարդու մեջ այդ միտքը սերմանել, որ հասարակության մեջ բոլորն ունեն հավասար իրավունքներ եւ հավասար պարտականություններ։ Նորից կրկնեմ, որպեսզի թյուր կարծիք չլինի հեռուստադիտողի մոտ, մենք չենք խոսում սեռերի նույնականացման մասին, մենք խոսում ենք նրանց սոցիալական դերի մասին։ Օրինակ այսօր տեսեք, նաեւ օրենսդրական դաշտում պարտադիր պայման է, որ կանանց որոշակի տոկոս պիտի լինի եւ ազգային ժողովում, հա, խորհրդարանում եւ տարբեր գերատեսչական մարմիններում, այսինքն նաեւ օրենսդրական դաշտով է փորձ արվում կարգավորելու այս ամենը, բայց եթե մենք չենք մեծացրել աղջիկ, հա, որ պատրաստ է այդ ծանր բեռը վերցնելու, հա, որ ինքը իրեն զգում է եւ հոգեբանորեն եւ մտավոր առումով պատրաստ է, որ ինքը կկարողանա, ինչու՞ չէ, այդ վստահությունն է շատ կարեւոր, մենք արդյունքում կունենանք միջին կամ չկայացած ինչ-որ բան, որ ստիպողաբար օրենքի տառը պահելու համար անում ենք։ Այդ դրա համար նորից, այո, շատ ճիշտ եք ասում, միայն դպրոցի չէ, նախակրթարան, ընտանիք, այսինքն այդ ամեն ինչը ձևավորում է հասարակություն։ Հասարակությունը ինքը պիտի զգա, ինքը պիտի ընկալի, այո, ինքը պիտի համաձայնություն տա նաև, որ դա կարևոր է եւ այսօր առանց այդ իրավահավասարության մենք չենք կարողանա առաջ ընթանալ։ Տիկին Թադևոսյան, տեսեք, մասնագիտություն ընտրելը մենք ինչպես նշեցինք արդեն ամբողջ կյանքի համար է եւ նաեւ երբ որ մասնագիտական առումով դու չես կայանում, որովհետեւ դա քոնը չէր, միգուցե ժամանակին պարտադրված կամ օրինակ միգուցե ժամանակին հենց այդ մտածելակերպով, որ միգուցե աղջիկական մասնագիտություն չէ, միգուցե ավելի տղայական մասնագիտություն չէ, բայց ինքը քո կյանքի ամբողջ ընթացքում քեզ խանգարում է։ Սա նաեւ մի կարևոր բան է նկատել, որ շատ հաճախ նաեւ մենք ճիշտ է խոսում ենք մեծահասակներից, բայց ցավոք դեռահասները եւս մեկը մյուսին այսպես խտրական վերաբերմունք կամ այդ պահին իրենց թվում է թե իրենք փոքրիկ չարաճճիություն են անում, բայց մեկը մյուսին ամեն դեպքում թիրախավորում է հենց պայմանավորված արդեն իսկ նախընտրած մասնագիտության հետ։ Այ այստեղ ինչ խորհուրդ կտաք դեռահասներին, որպես իրենց հետ աշխատող մարդ, ինչ խորհուրդ կտաք, ոնց իրենք անեն։ Որպեսզի դեռահասը իր վարքագիծը շտկի, 1000 խոսք անուժ է մեկ արարքի դեմ։ Ինքը պիտի տեսնի օրինակ եւ հետեւի այդ օրինակին։ Եթե դեռահասը դպրոցականի շրջապատում իր ընտանիքում տեսնում է, որ բոլոր դեպքերում այդ տարբերությունը կա, ենթադրենք իր ընտանիքում կամ իր մերձավորների շրջանում տղամարդը գումարը վաստակելու այդ բեռը ինքն է իր վրա վերցրել, հա, եւ մայրը հոգ է տանում, չգիտեմ, ընտանեկան կենցաղային խնդիրների մասին եւ նրա
մտքով չի էլ անցնում, որ կինը կարող է այնքան սովորել, այնքան կիրթ լինել, որ այո, աշխատաշուկայում նա էլ կարողանա վարձատրվել, հա, այսպես ավելի լավ, հիմա այս մասին էլ կխոսենք, ինքը ինչքան ուզում ես սովորեցրու, ինչքան ուզում ես պատմիր այդ մասին, լավ է 1 անգամ տեսնել, քան 10 անգամ լսել, հա, հայտնի խոսքը, այսինքն էլի ասեմ, հա, քիչ առաջվա միտքս, որ մենք բոլորս պիտի լծվենք այդ գործին։ Իսկ դեռահասը ինքը ընդօրինակում է այն վարկը, ինչ տեսնում է միջավայրում։ Ասացի կվերադառնամ մտքիս այդ վարձատրության հետ կապված։ Այստեղ եւս, տեսեք, խոսում ենք դպրոցից, դեռահասից, սովորողից, բայց վերաբերմունքն էլ է խտրական։ Նույն աշխատանքը կարող է անել եւ կինը եւ տղամարդը, բայց տղամարդը ավելի բարձր է վարձատրվում նույն աշխատանքի համար, ասենք, քան կինը։ Այստեղ էլ պիտի նաև վերաբերմունքի վերանայում է խիստ անհրաժեշտ, որ ամեն ինչ տեղ ընկնի։ Շնորհակալ եմ Տիկին Թադևոսյան բովանդակալից զրույցի համար, թեպետ շատ կարճ էր այս զրույցը, ես հուսով եմ, որ մենք եւս մեկը կունենանք, իսկ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ կրթությունն այսօր ոդկասթի հերթական թողարկումն էր, մենք դեռ կհանդիպենք։ Կրթությունն այսօր ոդկասթը հնարավոր է դարձել իրականացնել Կանանի հասարակական կազմակերպության կողմից սոցիալականացում առանց խտրականության, առողջ հույզերի եւ հավասար հարաբերությունների խթանում ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ, որը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանատան կողմից։